Հարգելի Անահիտ, իսկապես ուրախ եմ, որ մեր ճանապարհները հատվեցին եւ մենք ճանաչեցինք իրար։ Խնդրում եմ ընդունիր այս համեստ ծաղկեփունջն ի նշան մեր ծանոթության։ Հարգանքներով։ Ինչ? Հարգանքներով ինչ? Պարզ չի ինչ։ Չէ, ուղղակի արձագանք դեր կասկածելի։ Ծաղկեփունջը Դավթից չի։ Ալո, Անահիտ, ինչ լռեցիր։ Դե, պարզապես Դավիթն առաջին անգամ էր ինձ ծաղկեփունջ նվիրում, ես էլ դրանից շփոթվեցի։ Հարգելի Անահիտ, Դավիթը քեզ այդպես է դիմում։ Դե, երբեմն այո։ Ճիշտն ասած ինձ այնքան էլ դուր չի գալիս, բայց ես նրան ոչինչ չեմ ասում։ Ուղղակի այն տպավորություններ ոնց որ առաջին անգամ եք ծանոթանում։ Մենք ամեն օր նորովի ենք ճանաչում իրար։ Շատ ռոմանտիկ եք։ Այո, շատ։ Լավ, ես սատանեմ իմ սենյակը։ Ինչի՞, թող այստեղ մնա, որ բոլորը տեսնեն։ Քանի որ սա ինձ է հասցեագրված, անձամբ իմ սենյակում էլ կլինի։ Չհավատացի քույրիկս։ Չեմ ուզում մտածել, որ քո կյանքում ուրիշ տղամարդ կա, բայց այս ամենն իսկապես շատ կասկածելի էր։ Ասա աղջիկս։ Զանգեցի իմանամ ինչ որոշեցիր, պապ։ Այսօր հանդիպելու ենք մամային, թե չէ։ Ոչ այսօր, ոչ էլ երբևէ։ Այդ կինը արժանի չի, որ հանդիպի ձեզ։ Ինչ է կատարվում, պապ։ Ինչ ես դու նորից փոխել քո որոշումը։ Բալես, մայրդ շարունակում է ստել։ Հնարավորություն տվեցի իրան, բայց նորից շարունակում է ստել։ Ես ուզում եմ հանդիպենք ու խոսելիս իրար աչքերի մեջ նայենք, որ հասկանանք։ Դու գիտեիր, որ նա ճանաչում է ձեր դասղեկ Սիմոնյանին։ Սիմոնյանի։ Չէ, չգիտեի։ Բալես, ես կասկածներ ունեմ, որ Նորան կապ ունի Եվայի սպանության հետ։ Ինչ ես խոսում, պապ։ Մարիամ ջան, աղջիկս, դու շատ խելացի ես։ Դրա համար էլ խնդրում եմ, որ չհանդիպես նրա հետ, մինչև չպարզեմ կասկածներս ճիշտ են, թե սխալ։ Մաման նման բան չէր անի, պապ։ Նա միշտ խաբել է քեզ, Բալես։ Դրա համար էլ չես ճանաչում նրան, ու չգիտես, թե ինչերի է ընդունակ։ Իմ մաման մարդասպան չի։ Խնդրում եմ, Մարիամ, նրա հետ հանդիպում չփնտրես, մինչև չպարզեմ ամեն ինչ։ Եթե պարզես, որ մեղավոր չի, կթողնես, չէ՞, որ հանդիպեմ նրա հետ։ Հա, Բալես։ Մենք միասին կգնանք նրա մոտ, ու դու ինքդ կհամոզվես, որ նա այնպիսին չի, ինչպիսին, որ դու պատկերացնում ես նրան։ Իսկ երբ ամեն ինչ կպարզես։ Չգիտեմ, Բալես, բայց այսօր շատ հարցերի պատասխաններ կստանամ։ Ո՞նց։ Կգնամ Սիմոնյանից տուն, Բալես։ Իսկ հետո դու տուն ես գալու։ Հա, Բալես։ Կգամ տուն ու կխոսենք։ Լավ, պապ, կսպասեմ քեզ։ Մամաս որտեղից է ճանաչում Սիմոնյանին։ Ու ինչի ինձ ոչինչ չի ասել։ Հարգանքներով Աշոտ։ Աշոտն իրականում շատ հաճելի եւ համակրելի տղամարդ է, բայց ես իրավունք չունեմ շփվելու ոչ նրա, ոչ էլ մեկ այլ տղամարդու հետ։ Քանի որ ինձ համար ամենակարևորն Անիի կողքին լինելն է ու նրա հետ մի հարկի տակ ապրելը։ Այնպես որ իմ նպատակը մնում է նույնը։ Ես պետք է ամուսնանամ Դավիթի հետ։ Իսկ Աշոտը պարզապես չկա։
Հոլա։ Հոլա, սիրունս, լավ ես։ Լավ, հենց նոր քո մասին էի մտածում։ Կարոտել ես ինձ։ Չէ, ուղղակի տանը ձանձրանում եմ, իսկ դու Երևանում իմ միակ ընկերն ես։ Ուզում եմ տնից դուրս գամ ու լավ տեղեր գնանք միասին։ Լավ չի, որ մենակ ձանձրացած ժամանակ ես իմ մասին մտածում։ Այդ քեզնից է կախված, կարաս նենց անես, որ տենց չլինի ու ուրիշ ժամանակ էլ հիշեմ քեզ։ Էլ ինչ ես ուզում անեմ քո համար, դու մենակ ասա։ Ինձ Երևանը ցույց տուր, տար տեսարժան վայրեր։ Երևանի ամենատեսարժան վայրը իմ տունն է, ու ես քեզ մեծ հաճույքով կտանեմ։ Այդ ծուռ մտքերդ գլխիցդ հանի գրիկ, թե չէ ձանձրացած ժամանակ էլ քեզ չեմ հիշի։ Չեմ հասկանում, Գաբի, դու Եվրոպայում մեծացած աղջիկ ես, ու այն ինչ որ ես ուզում եմ քո համար պետքա նորմալ լինի։ Նորմալ կլինի այն ժամանակ, երբ կսիրեմ քեզ։ Իսկ հիմա ես դեռ քեզ համակրում եմ։ Արի գրիկ, գնանք երդ կանչում է։ Լավ Գաբի, ես պետքա գնամ, հետո կխոսանք։ Գնալու ենք զբոսնելու, թե չէ։ Չգիտեմ, հիմա չեմ կարող ասեմ։ Կարող է այսօր Լիզայի օրն է։ Չէ, Լիզան համոյնն է։ Իսկ իմ համար մենակ դու ես։ Բա ինչի է կասկածի տակ մեր հանդիպումը։ Հորս մոտ եմ եկել, գործեր ունեմ։ Կարող է մի քիչ երկար տևի ու չհասցնենք իրար տանը։ Լավ, բայց մենակ շուտ զանգի, որ օրս պլանավորեմ։ Okay։ Չլի միտքդ փոխել ես ու համաձայնվել ես, որ իրար հետ աշխատենք։ Ինձ փող է պետք, շատ ու միշտ։ Դե արի գնանք հորդ ուրախացրու։ Անահիտի պահով ինչ որոշեցիք, քոննա թե շեֆինը։ Ես ավելի լավին ունեմ, այ ախպեր, նենց որ Անահիտին սիրով նվիրել եմ շեֆիս։ Անահիտից հեռու կմնաս անում։ Եղավ շեֆ։ Սենց է չէ եղել ձեր դիալոգը։ Ոնց չեմ ուզում իրար հետ աշխատենք։ Ուրեմն հորս կասես, որ սա գործերը իրար հետ ենք անում։ Դու քո փայ փողը կստանաս, ինձանից էլ կազատվես։ Առաջարկդ վատը չի, ասեմ իմանաս։ Դե արի գնանք հորդ մոտ տենանք ինչ է անձնարարում, հետո մենք մեր անելիքը արդեն կորոշենք։ Ալո, Մարիամ, աշխարհս ո՞նց ես։ Բարև մամ, լավ չեմ։ Ինչի սիրունս։ Ինչ ա եղել։ Պապան ինձ ամեն ինչ պատմել է մամ։ Բալես, բայց դու չես հավատացել, չէ։ Ինչի ինձ չէր ասել, որ ընկեր Սիմոնյանը քո ընկերուհին է։ Մարիամ ջան, որովհետև շատ կարճ ժամանակով էինք հանդիպել։ Ու ես քեզ հազիվ հասցրեցի ամենակարևոր բաներն ասել։ Դու ինձ միշտ կարող ես զանգել, անպայման չի որ հանդիպենք։ Լավ, Մարիամ ջան, ախր ինչ կարևոր է որ Սիմոնյանն իմ ընկերուհին է, կասե ելի մի օր։ Ընկեր Սիմոնյանը տանել չէր կարողանում Եվային։ 80-ական տարվա վերջում ցույց էր տալիս, որ իբր թե տենց չի, բայց ոչ մեկ նրան չէր հավատում։ Բալես, ախր ես չեմ հասկանում, ես ինչ կապ ունեմ Եվայի ու Սիմոնյանի հարաբերությունների հետ։ Պապան մտածում է, որ Եվայի Սպանության հետ դու կարող ես կապ ունենալ։ Դե մի ապուշություն պապատա ասել, դու էլ կրկնում ես։ Բալես, չկա տենց բան։ Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում, մամ։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Բալես, լավ, ոչ մի բանն էլ չի խառնվել։ Ես ընդհանրապես ուզում եմ, երազում եմ ձեզ հետ ապրեմ։ Իսկ ինչի ես դու նորից խաբել պապային։ Պապատ ինձանից նենց է նեղացել, որ ինչ էլ ասում եմ չի հավատում ինձ։ Արդեն թվում է, որ դու ինձ էլ ես խաբում, մամ։ Մարիամ ջան, ինչ եղել է, արդեն անցել գնացել է։ Ես հիմա վերադարձել եմ, ուզում եմ միասին ապրենք, ընտանիքի նման։ Ուղղակի պապայդ չեմ կարողանում համոզել, որ ես անմեղ եմ։ Համոզել թե ապացուցել, մամ։ Մարիամ, կներես, սխալ ասեցի, իհարկե ապացուցել։ Ես երեխա եմ, մամ, բայց հիմար չեմ։ Մարիամ, լավ, հիմա մի բառ էլ շփոթեցի։ Պատմություն մի սարքի, էլի սիրունս։ Ինչի համար ես ինձ զանգել։ Մարիամ։ Ոնց թե ինչի համար։ Կարոտել եմ քեզ աշխարհս։ Ուզում եմ քեզ տեսնեմ, կարոտը սառնեմ։ Բայց այս անգամ լավ կլինի, որ Անին էլ գա, հա։ Չէ, մամ, ես էլ չեմ գալու։ Ես պապային խոսք եմ տվել, մինչև ամեն ինչ չպարզվի, չեմ հանդիպելու քեզ։ Մարիամ ջան, պարզելու ոչ մի բան չկա, ես մարդասպան չեմ, հասկանում ես, հերդ է մարդասպանը, ես չեմ։
Իզուր ես տենց բաներ ասում եմ։ Բա ինչ անեմ։ Հանգիստ խոսում եմ, չես հավատում, ջղայնանում եմ, նեղանում ես։ Ոնց խոսանք քո հետ։ Մի խոսա, այդպես ավելի լավ կլինի։ Մարիամ, ալո։ Մարիամ։ Անջատեց։ Հիմա ես կգժվեմ։ Մարիամն էր իմ հույսը, ես էլ հոր կողն անցավ։ Ես ինչ ես անում, այ քնիկ։ Չես տեսնում ինչ եմ անում, ծածկում եմ որ չմրսես։ Քնի, հա։ Էլ քնել կլինի քունս փախով։ Շոն ուղեղես դու հազիվ էր աշկս կպե։ Ինչ տեսակ մարդ ես դու։ Էդ էլ իմ արած լավություն, հա։ Շատ պետք է այտենց քնի սառի հիվանդացի սատկի։ Ինչ հիվանդացի սատկի, դուրսը 50 աշճան տակություն է, հիվանդացի։ Ռուբեն քնի էլի քիչ փնփնթա, հա հավեսը չունեմ։ Դուրն են ծեցում գնա դուր բաց։ Շոն ուղղ կնի կորը, դե արի մի քնի, հազվեր աշկերս կպե։ Բարև, ես Դավիթն եմ։ Ոնց հասկացա դու Ռուբենն ես։ Դավիթ ջան, Ռուբենն է իմ ամուսինը։ Ռուբեն, Դավիթն է ծանոթացել։ Շատ հաճելի է։ Դավիթ ջան, ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք։ Գաբի հետ պահկվոցի եմ խաղում, հանկարծ տեղս չասես։ Մարիամ։ Ինչ ես լացում, քուրիկս։ Ինչ ա եղել։ Մենք այսօր մամային չենք հանդիպելու։ Ոչինչ, այսօր չենք հանդիպի, վաղը կհանդիպենք։ Ես մամային չեմ ուզում տեսնել։ Ինչի։ Որովհետև չեմ հավատում նրան։ Դու էլ ես հավատում, որ մաման վատն է։ Ես ավելի շատ պապային եմ հավատում, իսկ պապան ասում է, որ մաման վատն է։ Այս անգամ ինչ ա արել։ Մաման ասեց, որ կապացուցի, որ մեղավոր չի։ Բայց չապացուցեց, հակառակը, մեզ նորից խաբեց։ Ոչինչ քուրիկս։ Հիմա հանգստացի ու ինձ ամեն ինչ պատմի։ Ես ուզում եմ ամեն ինչ հասկանամ։ Ես մտածում եմ, որ մաման չի սիրում մեզանի։ Մարիամ, մի լացի, խնդրում եմ։ Բռնվեցի ճուտիկ։ Ինչ ա եղել։ Գաբի, ես էլ չեմ խաղում։ Ես ուզում եմ Մարիամի հետ մնամ։ Ոնց կուզես։ Էլ մի լացի, հա Մարիամ։ Ուզում ես ջուր բերեմ։ Չէ, ես ուզում եմ, որ դու իմ կողքին մնաս։ Ուրեմն կմնամ քո կողքը։ Գտար անեին։ Հա, գտա, բայց պարզվեց չի խաղում էլ։ Ինչի։ Չգիտեմ, ուզում էր մնար Մարիամի մոտ ու մխիթարեր։ Մխիթարեր։ Կարող է ուրիշ բաներ ուզում ասեիր։ Չէ, ինչ ուզում էի, դա էլ ասացի։ Իսկ ինչու պիտի Անին Մարիամին մխիթարեր։ Տխուր էր, լաց էր լինում։
Պատճառը չասեց։ Չէ։ Մի հատ չհարցրեցիր ինչի ալացում։ Չէ, չհարցրեցի։ Շատ ես ուզում իմանաս, գնա դու էլ հարցրի։ Չգիտեի, որ սենց անսիրտ ես։ Անսիրտ չեմ, ուղղակի այդ երեխան ազդում է ներվերիս վրա, ամբողջ օրը սենյակում փակված լացա լինում, ոնց որ պարավ լինի։ Գաբի ջան, Մարիամը նորմալ երեխա է։ Եթե իր հետ շփվում ես, դուրս է գալիս, ինքն էլ իրեն շատ լավ է պահում։ Գնա ինչքան ուզում ես, շփվի հետ, քեզ ոչ մեկ չի պահում։ Ես չէ։ Անահիտը կգնա։ Անկեղծ ասած ես էլ առանձնապես շփվելու ցանկություն չունեմ։ Գուցե պարզես ինչի համար է լաց լինում։ Հետո Անին կհարցնեմ կասի։ Անահիտ, Դավիթի հետ ամուսնանալու համար պիտի մտերմանաս Մարիամի հետ։ Իսկ դու անգամ ես ծանր պահին չես ուզում երեխա կողքին լինես։ Մորքուրին էիր ասում, բայց դու էլ ես ոնց որ սկսել ծանր ապրել։ Հայաստանի օդը ոնց որ վրեդ լավ չի ազդել։ Գաբի, դա ծանր ապրելու հետ կապ չունի։ Մարիամը լավ երեխա է, հաստատ արժի իմանալ ինչի ալացում։ Մամա ջան, գնա իմացի, քեզ ոչ մեկ չի բռնել։ Գնամ, թե կգնաս Անահիտ։ Դու գնա։ Դու նրա հետ կարողանում ես լեզու գտնել։ Որ փորձես դու էլ կկարողանաս։ Մորքուր բայ երբ եք ամուսնանում։ Շուտով։ Շուտով։ Լավ պատասխան է։ Դա շուտով կգամ։ Հյուրասիրվիր Դավիթ ջան։ Ոչինչ, որ դույով եմ դիմում։ Ոչինչ։ Ընկերու նախկին ամուսնուն կարելի է դույով դիմել Կարա ջան։ Ինձ դուր է գալիս, երբ ինձ Կարա են ասում։ Ճիշտն ասած ինձ ընդհանրապես Սիմոնյան կամ Կարինե են ասում։ Միայն Նորաներ այդպես դիմում ինձ։ Մենակ ես եմ, որ իրան Հայրանով եմ դիմում, Պետրովնա։ Որտեղից եք ճանաչում Նորային։ Իսկ Նորան ձեզ չի պատմել։ Պատմել է, բայց ես նրա ոչ մի բառին չեմ հավատում։ Էդ էլի կրվել ես Գնգաթ հետ։ Ինչ ա եղել։ Երեք Լյովային հանդիպեցի, նա ինձ պատմեց ամբողջ ճշմարտությունը։ Հետո Նորան խոստովանեց ու ներում խնդրեց, բայց ես ձեզանից անկեղծ պատասխաններ եմ սպասում։ Դե ճիշտն ասած ես այդքան էլ բան չունեմ պատմելու։ Ես եւ Նորան սովորել ենք իրար հետ երաժշտական դպրոցում շատ տարիներ առաջ, բայց դրանից հետո Նորան ինչա արել, ինչով է զբաղվել կամ որտեղ է եղել, ես ոչ մի տեղեկություն չունեմ։ Չգիտեիր, որ ամուսնացել է։ Գիտեի, բայց ես տեղյակ չէի ինքը ում հետ է ամուսնացած եղել։ Իսկ որ Մարիամը իր աղջիկն է, գիտեիր։ Բնականաբար ոչ։ Եթե ես իմանայի Մարիամն իր աղջիկն է, ես դպրոցում այլ կերպ կվերաբերվեի Մարիամին։ Իսկ ինչ պայմաններում հանդիպեցիք նորից։ Սրճարանում պատահաբար։ Իհարկե ես իրեն ճանաչեցի սկզբից, ինքը ինձ չէր ճանաչել, որովհետև մազերիս գույնը փոխել էի։ Դու մազերիդ գույնը մի ամիս առաջ ես փոխել։ Իսկ ես ինչա նույն բանը չեմ ասում, Ռուբեն։ Հա, բայց 12 տարի առաջ քո մազերի գույնը հոյեն գույն չէր։ Իսկ դու վերջի անգամ 12 տարի առաջ ես, չէ՞ տեսել Նորային։ Ռուբեն, 13 տարի առաջ եմ վերջին անգամ հանդիպել Նորային, բայց խնդրում եմ, դու մի խառնվի, հա։ Թող խոսենք ես ու Դավիթը։ Դու ոչինչից տեղյակ չես։ Շարունակեմ Դավիթ։ Իսկ 13 տարի առաջ ինչ գույնի ա եղել մազերդ։ 13 տարի առաջ մազերիս գույնը համարյա այս գույնն ա եղել։ Մի փոքր բաց կամ մի փոքր մուգ, ճիշտն ասած չեմ էլ հիշում Դավիթ, բայց պարզապես չեմ հասկանում դա ինչ կապ ունի։ Դե ասածները չի համընկնում։ Այսինքն ինչը չի համընկնում։ Դե ասում ես, որ 13 տարի առաջ մազերիդ գույնը նույնն ա եղել։ Հետո ասում ես, որ Նորան քեզ չի ճանաչել, որովհետև մազերիդ գույնը ուրիշ էր։ Պարզապես վերադառնալուց հետո Նորան մի անգամ ինձ տեսել է կարմիր մազերով։ Դե ուրեմն ինձ ճիշտը պատմիր։ Դավիթ ջան, դու ինձ հարցրեցիր որտեղ եք հանդիպել, ես ասեցի, որ սրճարանում։ Իսկ դրանից առաջ, երբ մազերիս գույնը դեռ կարմիր էր,
Նորան ինձ տեսել է գերեզմաններում, բայց ինձ չի մոտեցել։ Գերեզմաններում երբ է դա եղել։ Եվայի թաղման ժամանակ։ Նորան Եվայի թաղմանը ներկա է եղել։ Չէ, Նորան ներկա չի եղել Եվայի թաղմանը։ Ասաց, որ ինչ որ ազգականներից կամ ընկերներից, ճիշտն ասած չեմ էլ հիշում, բայց ինչ որ մեկի թաղման ժամանակ է այնտեղ եղել։ Համենայն դեպս ինքը ինձ այդպես է պատմել։ Դե վերջ բալես։ Այլ ոչ ոք չի լացում։ Ես համոզված եմ, որ շատ շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ Անի։ Ահա։ Առանց իմ մամայի լավ չի լինելու։ Բալես, իսկ միգուցե նրա հետ ավելի վատ լինի։ Չէ, մեկը լավ չի լինելու։ Չէ։ Այդ ես այստեղ սխալվեցիր։ Չպիտի այդքան վատատես լինես։ Կյանքի թեկուզ ամենադժվար իրավիճակում, ամենածանր իրավիճակում պիտի լավատես լինես, որ ամեն ինչ լավ լինի։ Ուրեմն ձեր բոլորի համար լավ է լինելու, իսկ իմ համար ոչ։ Բալես, եթե դու շարունակես տխրել, մեզ համար էլ լավ չի լինի։ Մենք էլ ամբողջ օրը կտխրենք ու լաց կլինենք։ Այդպես լավ չի լինի, չէ՞։ Չէ։ Դե ուրեմն արի չտխրենք, այս քո սիրուն աճուկները մաքրենք ու ժպտանք, հա Բալես։ Տես Մարկուր, ես ժպտում եմ։ Նայ, Անին ինձ ծիծաղելի է, չէ՞ ժպտում։ Բա դու ինչի՞ չես ժպտում, հա։ Մարկուր, բա դու ինչի՞ չես ժպտում։ Չէ։ Էլի ես խափելու, հա։ Խափելու ես։ Արի դու էլի ավազակը խոստանում ես, որ չես խափելու, հա։ Խոստանում ես։ Ինչ ես խափել։ Խոստացի, որ չես խափել, Խոստացի, որ չես խափելու։ Վերջ։ Դες խոստացավ ավազակը, որ չի խափելու։ Խոստացել ես, չէ։ Ավազակը ձեզ էլի խափել է։ Մարիամ, ես ավազակը խափել էլի։ Ավազակ խափելու ես էլի մեզ։ Դե ասա, էլի ես խափելու։ Խափելու ես էլի։ Էս չես խափի, չէ՞։ Վերջ։ Տեսա՞ք, ավազակը երկրորդ անգամ զղջաց։ Սրանից հետո երբ որ խափի, գիտենք, չէ՞ ինչ ենք անելու։ Վերջ, ավազակը զղջաց։ Վերջ։ Դե էլ սրանից հետո չխափես։ Լսեցիր։ Դա։ Ես ընկերացաք։ Այսինքն դուք արդեն իմ դեմ եք, հա։ Հիմա մենք երեքով միասին ենք։ Էրիկա, անիջան։ Աստի ժպտանք չասեցի ծիծաղից խեղտվենք։ Մարկուրից լավն է, չէ՞ Մարիամ։ Ես Լունայի շոտ եմ սիրում։ Ո, ես էլ քեզ իմ ճուտիկ։ Բայց ես եք քո ճուտիկը։ Լավ, սենց բաժանենք։ Ճուտիկ համար 1, ճուտիկ համար 2, ոյ ճուտիկներ։ Ո։ Լսի, ես քեզ քանի անգամ ասեմ, որ զանգում ես անջատում եմ, ուրեմն հարմար չի որ խոսամ։ Այդ կարևոր բանը պայի հետո կասես։ Լսի, մի չափազանցրու, դու չես կարա լուրջ պրոբլեմ ունենաս։ Լավ, ասա տնամ ինչ է եղել, ինչա պետք։ Գողանա՞մ։ Ինչի համար։ Հա, բայց դրանից իմ մոքոտը ո՞րն է։ Եթե մեջի այդքան փող կա, ուրեմն հարց չկա, կանեմ։ Լավ, ուրեմն ինչ պետք է կանեմ, կզանգեմ քեզ ու կասեմ, թե որտեղ է, ինչ է։ Առայժմ։ Համո ջան, ինչ որոշեցիր։ Հերդ ասեց, որ սկզբնական շրջանում քեզ մենակ մանր-մունր գործերի ժամանակ վերցնեմ։ Հիմա մի հատ թեթև գործ կա, իրար հետ կեթանք, կանենք, ու դրանից հետո ազատ ես, կարաս գնաս։ Այսինքն առաջարկս չես ընդունում։
Գրիկ ռիսկային է։ Մի օր հերդ կիմանա ու լրիվ վստահությունս կկորցնեմ իր մոտ։ Հասկացի, որ ին վրա հույս չես դնում, հա։ Ասի գրիկ, ես հորդ լավ եմ ճանաչում։ Քեզ կկանչի իր մոտ, մի երկու հատ խառը ստուծնդուց հարցեր կտա ու լրիվ կիմանա։ Լավ, համո ջան, որոշողը դու ես, բայց իմ առաջարկը ուժի մեջ է։ Գնացինք։ Գնացինք, բերնստի։ Նորոն մեզ հավատացնում էր, որ ինքը սիրում է քեզ եւ երեխաներին։ Դրա համար էլ որոշեցինք օգնել իրեն։ Այդքանը։ Ինձ ստելով եւ հիմար պատմություններ հորինելով։ Կներես Դավիթ, մենք չենք հասկացել, թե ինչ ենք անում։ Ես ճանաչում եմ նման մարդկանց, ովքեր փողի համար պատրաստ են ամեն ինչի։ Քո խնդրեմը քո կնոջ հետ է, ոչ թե մեր հետ։ Իմ խնդրեմը բոլոր նրանց հետ է, ովքեր փորձում են ինձ խաբել։ Իսկ դուք դրանց շարքում եք։ Հիմա ինչ։ Սպանելու ես մեզ։ Լավ էլ Ռուբեն, ինչեր ես խոսում։ Դավիթ հետ տեսակ մարդ չի։ Հա, բայց դու ես ասում, որ մարդը սպանա։ Լռիր Ռուբեն, լռիր, խնդրում եմ, որովհետև հենց բերանդ բացում ես, սկսում ես մի անիմաստ բան ասել։ Լսի, ես տան տղամարդը ես եմ, ու ես ոնց ասեմ նես պիտի լինի։ Ու ես եմ խոսելու Դավիթ հետ։ Ձենդ կտրի։ Ես չեմ եկել, որ մասնակցեմ ձեր ընտանեկան վեճերին։ Դավիթ ջան, դու եկար, մենք ամեն ինչ պատմեցինք, չէ՞։ Բայց հիմա ինչ ես մնացել։ Ասա տենա մեր գլխի գալիքին չէ, որ մենք իմանանք ինչ ենք անելու։ Ես կասկածներ ունեմ, որ Նորան կապ ունի Եվայի սպանության հետ։ Չէ, բայց Նորան ինչի պիտի այդ բան աներ, որ Նորան ուզում էր ընտանիք վերադառնալ ու տիրանալ իմ ունեցվածքին։ Դավիթ ջան, կներես, բայց ես չեմ հավատում, որ Նորան կարող էր նման բան անել։ Չեմ կարողանում ուղղակի հավատալ։ Արելա թե չի արել, հետո կպարզվի։ Բայց մի բանը բացահայտ է, որ նրան ինչ-որ մեկը օգնել է։ Բայց ինչի եք ինձ տենց նայում։ Ես ոչ մի կապ չունեմ Եվայի սպանության հետ։ Բոլորը գիտեն, որ դու տանել չէիր կարողանում Եվային։ Բոլորը։ Հա, ես լրիվ համաձայն եմ, Դավիթ ջան։ Ճիշտ է, մենք միշտ վիճել ենք իրար հետ, բայց դրանք միայն աշխատանքային վեճեր են եղել։ Ես նրա հետ անձնական ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Չեմ ուզում արդարացումներ լսել։ Ուղղակի զգուշացնում եմ։ Եթե պարզվի, որ կապ ունեք Եվայի սպանության հետ, ես կվերադառնամ։ Եթե օգնել ես Պետրովնա, ասա։ Գժվեցիր Ռուբեն։ Ես ասում եմ, որ մեր խնդիրները միայն եղել են աշխատանքային։ Ես ոչ մի կապ չունեմ սպանության հետ։ Չեմ հասկանում, ինձ չեք հավատում։ Դավիթ ջան, ես կպարզեմ։ Եթե հանկարծ իմացա, որ իմ կինը խառն է դրա մեջ, իսկ կսատկացնեմ իրան։ Չհասկացա, Ռուբեն։ Էս դու ինձ չես հավատում։ Ես արդեն սկսում եմ կասկածել։ Ու ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկի պատճառով ես իմ ամբողջ կյանքով պատասխան տամ։ Ռուբեն, ես ոչ Նորային եմ օգնել, ոչ էլ որևէ մեկին։ Ես կապ չունեմ այդ սպանության հետ։ Ոնց ասեմ, որ ինձ հավատակ։ Լավ, ես գնում եմ։ Եթե չվերադարձա, ուրեմն կինդ անմեղ է։ Պետրովնա, բայց եթե հանգարց իմացա, որ քո մոտը խառնա, չէ՞։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, 10, բացեցի։ Կարծես երեխա լինես։ Ավելի լավ է երեխա, քան պառավ։ Չամաչեցիր։ Որ ձայները լսեմ գտնեմ։ Դու ես։
Դու աշխարհի ամենավատ խաղացողն ես, մամա ջան, դրա համար էլ պարտվում ես։ Հիմա էլ դու։ Լավ, սուս մնա։ Իզուր ընդեղ ման մի արի, խոհանոցում ոչ մեկ չկա։ Այ որ հիմա էլ եմ չէ պարտվել։ Երկուսիդ էլ սպանելու եմ։ Ոչինչ, որ դու ես անգամ պարտվես, ես կփակեմ։ Ով որ պարտվում է, այն էլ փակում է։ Լավ։ Եթե Անիի տեղն ասեք, շատ լավ նվեր կստանաք։ Չասես, Մարիամ։ Չեմ ասի։ Լավ, ես իմացա որտեղ մանգամ։ Ay, mamacita, mamacita. Այստեղ ինձ հաստատ չեն գտնի։ Հրախեք, չի հայտնվել։ Չէ։ Վերում էլ չէր։ Լավ, մնաց պարտեզը։ Գիտես որտեղ է Անին։ Խոհանոցում չի, վերևում չի, ուրեմն հաստատ պարտեզում է։ Հեսա վազելով կգան։ Պարտեզում էլ չէր։ Ուրեմն հաստատ դուրս է գնացել։ Բայց մենք պայմանավորվել էինք, որ դուրս գալ չկա։ Մարիամ ջան, դուրս կգաս մի հատ Անիին գտնես կանչես ու ասես, որ էլ դաղալություն չանի։ Լավ։ Գալիս եմ։ Մարիամ, Դու ով ես։ կարևոր չի ես ով եմ, կարևորը թե դու ով ես։